Հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի գլխավոր թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Լևոն Քոչարյանի ելույթից ժամեր անց իրավապահները ներխուժեցին Քոչարյանների բնակարաններ, ինչ է տեղի ունեցել երեխաների աչքի առաջ։ Ազգային ժողովը ընդունեց Հայաստանի կառավարության հնգամյա ծրագիրը, ինչ հարցերի շուրջ բախվեցին իշխանությունն ու ընդդիմությունը։ Գրեթե ժամ ու կես Սերժ Սարգսյանին հարցաքննել են հակակոռուպցիոն կոմիտեում, ինչ է ասել երրորդ նախագահը մեղադրանքի մասին։ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպել են Բերձորում, ինչ են քննարկել կողմերը։ Օլիմպիադանի մարզիկները վարձը վճարել են, բայց մարզվել չեն կարողանում։ Աշխատակիցներն էլ ոսկի են գրավ դնում հիպոթեքը մարելու համար։ Ով է լուծելու ստեղծված խնդիրը։ Վաղ առավոտից Հայաստանի գլխավոր քաղաքական զարգացումը Քոչարյանների ընտանիքի շուրջ ծավալվող գործողություններն են։ Երկրորդ նախագահին և նրա որդուն իրավապահները ձերբակալել են նույն քրեական վարույթի շրջանակում։ Գլխավոր դատախազության փոխանցմամբ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու 3, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու 2 և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման 4 դրվագներով։ Այս գործով քրեական հետապնդում է հարուցվել ևս 9 անձի նկատմամբ։ Ուշագրավ է, որ նրանց թվում է նաև 2007 թվականին մահացած նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը։ Իրավապահների գործողությունները առավոտից շարունակվել են նաև Ռոբերտ Քոչարյանի մյուս որդու Լևոն Քոչարյանի բնակարանում։ Խուզարկությունը տևել է գրեթե 7 ժամ և իրականացվել է նրա 3 անչափահաս երեխաների ներկայությամբ։ Քոչարյանների ընտանիքին պատկանող կամ նրանց հետ փոխկապակցված մի շարք հասցեներում ևս խուզարկություններ են իրականացվել, ինչ են փնտրել և ինչ են գտել դիմակավորված ուժայինները Քոչարյանների տներից, ռեպորտաժում։ Լևոն Քոչարյանի օգոստոսի 24-ի ելույթից։ Այստեղ ժամանակին կար մարդ նստում էր, ասում էր, բայց պոզով պոչով է ալնում, բայց պոզով պոչով է այս պատվերը ալնում։ Ափաշկյարա օրը ցերեկով այս ամեն ինչը արվում է անընդհատ։ Ժամեր անց երեքշաբթի վաղառավոտյան դիմակավորված ուժայինները ներխուժել են Ռոբերտ Քոչարյանի կեցավայր, որտեղ երկրորդ նախագահի թոռները պաստառով են դիմավորել նրանց։ Ավելի ուշ ներխուժել են Լևոն Քոչարյանի բնակարան։ Զուգադիպություն էր արդյոք Լևոն Քոչարյանի ելույթից հետո երեքշաբթի կատարվածը։ Փաստաբան Տաթևիկ Սողոյանն այդպես չի կարծում։ Քննիչը որոշել է միջնորդությունը հայցել դատարանից խուզարկություն իրականացնելու հենց 3։ Ամենայն հավանականությամբ ժամը չենք կարող տեսնել, բայց ինչ-որ մի բան ինձ հուշում է, որ տեղի է ունեցել հենց Լևոն Քոչարյանի ելույթից հետո։ Ավելի ուշ հայտարարեցին, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են։ Հանրային քրեական հետապնդում է հայտարարվել ևս 9 մարդու նկատմամբ, այդ թվում հանգուցյալ Անդրանիկ Մարգարյանի։ Հակակոռուպցիոն կոմիտեն նաև տեսանյութ է հրապարակել ներկայացնելով խուզարկությունների կադրերը։ Տեսանյութում երևում են Քոչարյանների ընտանիքին փոխկապակցված մի շարք հասցեներում իրականացված գործողությունները, այդ թվում բնակարաններում և բիզնես տարածքներում։ Կոմիտեի փոխանցմամբ վարույթի շրջանակում ուսումնասիրվում են պետական գույքի օտարման, դրա հնարավոր հանցավոր ծագումը քողարկելու և հետագայում գույքի տնօրինման հետ կապ ունեցող հանգամանքները։ 17 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են կատարվել և տարածքներ են կապարակնքվել։ 4 մարդ ձերբակալվել է։ Իրականում այնտեղ որոշման մեջ որ նայում են, ինչ որ անուններ էր գրած ընկերությունների, որ գաղափար չունեմ ովքեր են ասում։ Չի հասկանում իմ կապը որը կարող լինի այդ ամեն ինչի հետ։ Ինչևէ, իսկապես հերթական անհետեցությունն է։ Մոտավորապես 20 տարվա տարբերության մեջ մոտավորապես լոգիկան հետևյալ է։ 20 տարի, 25 տարի առաջ եղել են ինչ-որ գործողություններ, ինչ-որ տարածքներ են ապօրինի օտարվել, այնտեղից ինչ-որ ենթադրաբար ապօրինի գույք է ձևավորվել, այդ գույքը ձևափոխվել, եկել հասել է այս տուն, բայց այս տանը տենց էլ չկարողացան այդպիսի բան գնել։
Լևոն Քոչարյանի բնակարանում ուժայինների առջև դուռը Ռոբերտ Քոչարյան կրտսերն է բացել։ Մայրը երգչուհի Սիրուշան փորձել է երեխաներին բացատրել, թե հնարավոր է Սփայդերմենն է եկել, բայց դիմակավորված ուժայինների ներկայությունը երեխաներին մեղմ ասած շփոթեցրել է։ Փաստաբան Տաթևիկ Սողոյանը ներխուժման իրավաչափությունը հարցականի տակ է դնում։ Նույնիսկ մանկահասակ երեխան եկել ինձ ասում է, բայց ես գիտեմ, որ այս տեսակ ջոկատայինները պետք է ինչ-որ ահաբեկիչների մոտ գնան, ինչ-որ զինված մարդկանց մոտ, մեր տուն ինչի են եկել։ Լավ, վարույթն իրականացնող մարմինը ասում է, որ բայց իրանք չեն մասնակցել գործողությանը, էլի իրենց ներկայությունը, այդ դիմակավորված ներկայությունը ամեն դեպքում ազդեցություն է երեխաների եւ առհասարակ մարդկանց հարևանների նկատմամբ։ Ի վերջո բոլորին հետաքրքրող հարցը ինչ էին փնտրում ու ինչ են գտել բնակարանից, որը կարող էր ներկայացված մեղադրանքի համար իրեղեն ապացույց դառնալ։ Միակ բանը, որն առգրավել են խուզարկության ընթացքում Լևոն Քոչարյանին հարսանիքի առիթով նվիրած հուշամեդալներն են եղել, որոնց վրա էլ նշված է եղել նվիրողների անուններն ու հարսանիքի ամսաթիվը։ Առգրավել են նաև տարբեր կրիչներ, այդ թվում Smart TV-ից վերցրած կրիչ։ Իմ տպավորությունը այնպիսին էր, որ այս մարդիկ փորձում էին ինչ-որ թանկարժեք բաներ գտնել, ամեն ինչը, նույնիսկ սպասքի հետևի լոգոներն էին բացում, սկսում նայել, ուզում էին հասկանալ ինչ-որ ուլտրա թանկարժեք բաներ կան, չեն կարող, ինչ-որ ոսկեգույն ժամացույց են գտնում, մտածում են, ահա, հեսա գտան այդ կարևոր մեծ կեղեքիչ ապացույցը, պարզվում է, որ դա նույնիսկ ոսկի էլ չէ։ Խուզարկություններ են եղել նաև Սիրուշո Production ընկերությունում ու ըստ փաստաբանի վարույթի համար նշանակություն ունեցող ոչ մի ապացույց չեն հայտնաբերել։ Ինչպես տեսակ, չգիտեմ ոնց կոչեմ, էլի կապարակնքում կամ պլոմբում, հա, ժողովրդական լեզվով որ ասում են, այդ գործողությունը իրականացվեց, սա քննչական մարմիններում նոր պրակտիկա է, երևի թե նախադեպը միջև այդ չի եղել, բայց վերջերս բարբերաբար կիրառվում է առանց որևէ իրավական հիմքի վկայակոչման, սեփականության իրավունքի սահմանափակում է տեղի ունենում։ Արդեն հակակոռուպցիոն կոմիտեում վատթարացել է երրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողությունը, շտապօգնություն են կանչել։ Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղարի փոխանցմամբ Քոչարյանի մոտ արձանագրվել է զարկերակային բարձր ճնշում եւ հետագա հետազոտության նպատակով նա տեղափոխվել է համապատասխան բժշկական հաստատություն։ Օրվա երկրորդ կեսին հակակոռուպցիոն կոմիտեն հրավիրել նաեւ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Երբ որ գործերը ստանան, գործի նյութերը ժամանակ խոսեն, բան չեմ ասում։ Նույն քրեական վարույթի շրջանակում մեղադրանք է ներկայացվել նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով։ Այս ամենին զուգահեռ ազգային ժողովում այսօր քննարկվում էր կառավարության առաջիկա 5 տարվա ծրագիրը, որը սովորության համաձայն անցավ լարված մթնոլորտում։ Ընդդիմությունը խոսում էր չլուծված խնդիրների եւ քաղաքական հետապնդումների մասին, իշխանությունը հակադարձում էր իրական Հայաստանի իր օրակարգով։ Օրվա ավարտին խորհրդարանը 63 կողմ 24 դեմ ձայներով ընդունեց կառավարության հնգամյա ծրագիրը։ Հայաստան խմբակցությունը քվեարկությանը չմասնակցեց։ Ինչ տեղի ունեցավ խորհրդարանում եւ ինչի շուրջ վիճեցին իշխանությունն ու ընդդիմությունը Սեդամակարյանի ռեպորտաժում։ Կառավարության հնգամյա ծրագիրն այսօր պետք է լիներ խորհրդարանի քննարկման գլխավոր թեման, բայց ազգային ժողովի ամբիոնից հնչած ելույթները ցույց տվեցին իշխանության եւ ընդդիմության միջև քաղաքական հակասությունները ոչ միայն չեն մարել, այլև նոր թափ են ստացել։ Գերիներից ու Արցախից կոռուպցիա, իրական Հայաստան, գաղափարախոսությունից Քոչարյանների ընտանիքի նկատմամբ գործողություններ։ Այսօրվա ամենասուր ելույթները հենց այս թեմաների շուրջ էին։ Ասել եմ կզծնելու եմ, ուրեմն կզծնելու։ Նորից բոյկոտներ, սեղանին հարվածներ ու ծափեր, իշխանությանն առաջին կոշտ հակադարձումներից մեկը Լիլիթ Գալստյանի ելույթներ։ Խոսելով խաղաղության մասին, ընդդիմադիր падգամավորը հայտարարեց. խաղաղությունը չի կարող արդար լինել, քանի դեռ Բաքվում պահվում են հայ ռազմագերիները։ Չի կարող խաղաղությունը տևական լինել, երբ այն կառուցվում է շարունակական զիջումների եւ երկրի հերանեկարի հաշվին։ Չի կարող խաղաղությունը արդար լինել եւ այս պահին Բաքվում հայ ռազմագերիներ կան եւ դատվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Դատվում է Հայաստանի Հանրապետության եւ մեզանից յուրաքանչյուրի արժանապատվությունը։ Ոչինչ չէ այն խաղաղությունը կամ այն համաձայնագիրը խաղաղության, որը չի ներառում գերիների եւ բռնի տեղահանվածների վերադարձի խնդիրը։ Եթե Գալստյանի ելույթի առանցքում Արցախն ու գերիներն էին, Մեսրոպ Մանուկյանը Փաշինյանին ուղղված իր խոսքում կենտրոնացավ կոռուպցիայի վրա։
Սպասել եմ այսօրվան Փաշինյանի աչքերի մեջ նայելով բարձրացնեմ Երևանի կոռուպցիոն հարցերը, հայտարարեց падգամավորը։ Մի հատ ուրիշ հարց ուզում եմ ձեզ տալ, պարոն Փաշինյան։ Զարուհի Մաթևոսյան, ձեր աշխատակազմի ղեկավարի տեղակալը, իր ամուսինը վաճառում է Երևան քաղաքին մանետնիկները, կոպեկը, որ գցում են ավտոբուսների, շուրջ 140,000 դրամով։ Իրական շուկայական արժեքը 40,000 դրամել չի, առնվազն 500 հատ վաճառել են։ Ձեր կոռուպցիայի զերծ պետության հաստատման շրջանակներում։ Բայց կառավարության ծրագրի քննարկումը շատ արագ դուրս եկավ ծրագրի բովանդակության շրջանակից։ Խորհրդարանի ամբիոնից հնչող հայտարարությունները կապվեցին առավոտյան տեղի ունեցած աղմկահարույց գործողությունների հետ։ Առավոտյան իրավապահները խուզարկել էին Հայաստան խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի բնակարանը։ Ավելի ուշ հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 6 անձ, այդ թվում Ռոբերտ եւ Սեթրակ Քոչարյանները։ Մարտի 1-ի գործը բացահայտված է։ Հայաստանի իրավապահ համակարգը մաֆիոզ ազդեցությունների պատճառով չի տալիս դրա գնահատականը։ Քրեական գործում մարտի 1-ի մի դրվագ չկա, որը բացահայտված չի։ Ընդդիմությունը տեղի ունեցածը կապեց նախորդային խորհրդարանում հնչած իշխանական հայտարարությունների հետ։ Աննա Գրիգորյանը հայտարարեց, սա ազգային ժողովի ամբիոնից տրված երեկվա հրահանգի իրագործումն է։ Բայց այս մարդիկ փոխանակ իրական խնդիրներով զբաղվեն, իրական խնդիրներով զբաղվելու փոխարեն իմ գործընկեր Լևոն Քոչարյանի կողմից հնչեցված հարցից հետո բարկացել է, Նաջարյանը բարկացել է։ Եվ հրահանգ է իջացրել, որ գնացեք։ Պետք է բոլորը նստեն։ Եվ այդ հրահանգը շատ ուղիղ է հնչում, այնպես չէ, որ սենց ձևականություններ են ուզում անեն, ձևը ուզում են պահեն։ Չէ, ուղիղ հնչեցվում է հրահանգ, որ պետք է գնալ այս մարդկանց տուն, մտնել իրենց տները, կալանավորել, ձերբակալել։ Իշխանության պատասխանն էլ չուշացավ։ ՔՊԱ-ականները ընդդիմության մեղադրանքներին հակադրեցին իրական Հայաստանի օրակարգը, պնդելով, որ քաղաքացիներն իրենց քվեն տվել են հենց այդ տեսլականին։ Այո, սա վրեժխնդրություն է, սիրելի բարեկամներ։ Արդարադատությունը ժողովրդի վրեժխնդրությունն է, ձեր նմաններից։ Եվ մենք վրեժխնդիր ենք լինելու Ռոբերտ Քոչարյանին, այլ ենթադրյալ կոռուպցիոներների, բոլորին հատ վրեժխնդիր ենք լինելու։ Այսպիսով կառավարության հնգամյա ծրագրի քննարկման փոխարեն խորհրդարանի ամբիոնում կրկին բախվեցին իշխանության եւ ընդդիմության երկու տարբեր օրակարգերը։ Իշխանությունը խոսում է իրական Հայաստանի խաղաղության եւ նոր պետական մտածողության մասին։ Ընդդիմությունը պնդում է այդ օրակարգի տակ Արցախից հրաժարում, գերիների չլուծված խնդիր, քաղաքական հետապնդումներ եւ իշխանության հաշվեհարդար է տեսնում։ Այդուամենայնիվ կառավարության ծրագիրն ընդունվեց 63 կողմ 24-0 ձեռնպատ ձայներով։ Սեդա Մակարյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Խորհրդարանի քաղաքական թեժ քննարկումներից հետո մեկ այլ ուշագրավ զարգացում է տեղի ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններում։ Օկուպացված Բերձորում հանդիպել են Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության, Հայկական էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր ընկերության եւ Ադրբեջանի Հանրապետության էներգետիկայի նախարարության եւ ադրբեջանական Ազերէներգի ընկերության ներկայացուցիչները։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի ներմուծման եւ արտահանման հնարավորությունները, երկու պետությունների էներգետիկ ենթակառուցվածքները պետական սահմանին փոխկապակցելու հնարավոր տարբերակները։ Ամիսներ առաջ իրավապահների ուշադրության կենտրոնում էր Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Նրա հետ կապ ունեցող մի շարք ընկերությունների գործունեությունը դադարեցրին, շենքերը կապարակնքեցին։ Այդ ընկերությունների թվում էր նաև Օլիմպավանը, որի փակվելուց հետո մարզադպրոցի մարզիչներն ու սաները հայտնվեցին անորոշ վիճակում։ Մոտ 1000 մարզիկ զրկվել է մարզվելու հնարավորությունից, տասնյակ մարզիչներ մնացել են առանց աշխատանքի, իսկ ծնողները վճարել են վարձը, բայց երեխաներին պարապմունքի տանել չեն կարողանում։ Ով պետք է լուծի այս խնդիրը եւ ինչու մինչ այս մարզիչներն ու ծնողները հստակ պատասխան չեն ստացել, ռեպորտաժում։ Խառը մարտարվեստում հանդես եկող Ռաֆիկ Ալեքսանյանը օրերս Աբու Դաբիում մինչև 17 տարեկաների մրցաշարի հաղթող է դարձել։ Բայց նրա հրահանգիչ Էրիկ Օհանյանի համար այս հաղթանակին զուգահեռ լուրջ խնդիրներ են առաջացել։ Օլիմպավանի փակվելուց հետո հրահանգիչն ու նրա սաները զրկվել են մարզումները շարունակելու հնարավորությունից։
Ծնողները մարզումների համար գումար են վճարել, սակայն այժմ չեն կարող օգտվել ծառայությունից։ Իսկ Օհանյանի խնդիրը միայն մարզումների դադարեցմամբ չի սահմանափակվում։ Նա Օլիմպիավանից աշխատավարձ չի ստանում, բայց շարունակում է վճարել հիփոթեկային վարկը, որը ձևակերպվել է Օլիմպիավանի աշխատակիցների համար նախատեսված ծրագրով։ Ինձ չի տվել բանկը Օլիմպիավանով, եթե տվել է, որ դուք աշխատում եք, 1,200,000 վարկ ունեմ։ 1,200,000 վարկես տվել է հիմքը Օլիմպիավանի աշխատելը։ Հիմա Օլիմպիավանը ասեմ դադարել է։ Շուտ տվեք, արտակուր տվեք, մի բան որոշեք, չգիտեմ, ինձանից փող մի ուզեք։ Ոնց այ մաստված հերո տանի, երկրաշարժ լինի, ինձանից փող չեն ուզելու, չէ՞ տունը որ կանգնեց։ Հիմա քեստը հելա, նույն պատմությունը իմ հետ եղել է, ես ինչ անեմ։ Օհանյանն անկեղծանում է, քանի որ իրենց հարկադիր պարապուրդի չեն ուղարկում, բայց գումար են գանձում, այս պահին գրավատան ճանապարհին է։ Մոտ 70 մարզիչ կա Օլիմպիավանում, բոլորը նույն խնդիրն ունեն։ Ազգային ժողովի երիտասարդության եւ սպորտի հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը մեկնաբանում է, թե մարզումների վայրը փոխելու առաջարկներ եղել են եւ մարզիչներին եւ սաներին։ Նախարարությունից տեղեկացա, որ բոլոր խմբերին այլ հաստատություններում մարզումները շարունակելու առաջարկներ արվել են։ Մեծ մասը այս պահին մարզվում է։ Հուսամ արագ կլուծվի բոլոր հարցերը։ Կոնկրետ Օլիմպիավանի բացման մասին տեղեկություն չունեմ։ Քերական գործի շրջանակում է։ Առաջին իսկ հնարավորության դեպքում այդ որոշումը կայացնող կառույցի պատասխանատուին կհարցնեմ։ Մեկ շաբաթ է անցել այս գրառումից, վիճակը նույնն է։ Երեմի որդին լողի եւ խառը մարտարվեստի է հաճախել Օլիմպիավանում։ Հայրը 110,000 դրամ է վճարել 3 ամսվա փաթեթի համար։ Ասում է, տղաս 1 ամսից էլ քիչ հասցրեց հաճախել մարզադպրոց։ Երեմի պնդմամբ իրենք եւս որևէ առաջարկ պետական մարմիններից չեն ստացել։ Եթե ստանայինք էլ ես ընդեղ եմ վճարել, ինձ ընդեղ է հարմար։ Ես աշխատանքից չեմ կարող էլի դուրս գամ տանեմ երեխուն հասցնեմ աշխարհիցերը։ Իմ տանը մոտիկ է, ինձ հարմար է, ես տարել եմ ընդեղ։ Ով պետք է առաջարկեր։ Եթե նույնիսկ պայմանական, ասենք ինչ որ մի հատ հիմնարկ կլինի պետական թեման, ինչ որ բան առաջարկեր։ Ինձ հարմար չէր ելնելու հաստատ, բայց որևէ առաջարկ չի եղել։ Ընդամենը MMA-ի մարզումների դեպքում, քանի որ որոշ երեխեք մրցումների էին, ստիպված մարզիկը իմ տեղեկություններով, ինչքան որ ես եմ հասկացել, խնդրելա ասելա ովքեր որ մրցումների են առաջարկում եմ գան ուրիշ զալ, պարապենք այդ մրցումները պրավալ չտանք, մինչև հասկանանք ինչ է լինում։ Խառը մարտարվեստի հրահանգիչն էլ հավաստիացնում է, ինքն անձամբ է կապի մեջ եղել մյուս մարզիչների հետ, ով աշխատանք է գտել է իր միջոցներով։ Ներքին խոսակցությունները, թե սեպտեմբերի 1-ին մարզադպրոցը կբացվի, լսել են եւ հույսը չեն կորցնում։ Անկեղծ մի ձև եմ պատկերացնում, որ Օլիմպիավանի դռները սեպտեմբերի 1-ին բացվի, ասեն գնացեք դուք ձեր աշխատանքին, դուք ձեր աբոնեմենտները լրացնելու։ Ուրիշ ձև չեմ պատկերացնում, որ կարա լինի։ Սա ես նահունը դրել եմ սյուրպրիզ են անում մեզի, բայց ներքին կարգով հետաքրքրվում եմ, տենց բան չկա, տենց հոտ չի էլ գալի, մոռացեք ասում, գնացեք ձեզի տեղ ճանեմ, որտեղ ճանեմ, դակտեշեն 170 երեխուն ես որտեղ բերեմ։ 170-ը միայն խառը մարտարվեստի սաներն են, Օլիմպիավան հաճախողների ընդհանուր թիվը մոտ է 1000-ին, Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից հայտնեցին հարցը իրենց չի առնչվում։ Մուլտի վելնես մարզասրահի պետականացվելուց եւ Երևան վելնես դառնալուց հետո պատասխանատվությունը Երևանի քաղաքապետարանն է կրում։ Օլիմպիավանի ճակատագրի մասին փորձեցինք համայնքային իշխանությունից ճշտել։ Պարզվեց, Օլիմպիավանը դուրս է նաեւ նրանց իրավասությունից։ Թե այս փուլում մարզասրահի հաճախորդը որ պետական կառույցից պետք է առաջարկ ստանար, դեռ պարզ չէ։ Սեդա Գյուրեղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Ուկրաինան պատերազմի դադարեցման իր առաջարկը փոխանցել է Միացյալ Նահանգների եւ Եվրամիության պաշտոնյաներին, ակնկալելով, որ նրանք այն կներկայացնեն նաեւ Ռուսաստանին։ Կիևի մեկ էջանոց ծրագիրը նախատեսում է նախ հրադադար հաստատել, իսկ Դոնբասի Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող հատվածում ստեղծել հատուկ ազատ տնտեսական գոտի։ Ուկրաինայի նախագահի խոսքով այս գաղափարի հեղինակն ամերիկյան կողմն է։ Մոսկվան սակայն չի ընդունում այն, պնդելով, որ Դոնբասը Ռուսաստանի տարածքն է, ուստի երրորդ երկիրը չի կարող այնտեղ որևէ տարածք կառավարել։ Միջազգային մյուս լուրերը ռեպորտաժում։
Իրանի շուրջ իրավիճակը կրկին սրվում է։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանն ամբողջովին փլուզվում է, իսկ Վաշինգտոնը պատրաստվում է նոր խիստ պատժամիջոցների։ Թրամփն այս մասին գրել է Truth Social-ում այն պահին, երբ Միացյալ Նահանգները պատրաստվում էր ներկայացնել Իրանի դեմ նոր տնտեսական քայլերը։ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտն էլ հայտարարել է, որ սկսվում է լայնածավալ տնտեսական գործողություն, որի նպատակն է Իրանի իշխանությունների եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ֆինանսավորումը հնարավորինս փակելը։ Բայց պատժամիջոցների վտանգը միայն Իրանին չի վերաբերում։ Բեսենտը զգուշացրել է, Իրանի հետ շարունակվող գործարքները կարող են խնդիրներ ստեղծել նաև մյուս երկրների եւ կազմակերպությունների համար։ Վաշինգտոնն արդեն պատժամիջոցներ է սահմանել ավելի քան 60 անձի, կազմակերպության եւ նավի նկատմամբ։ Այս ճնշման պայմաններում Թեհրանը փորձում է տարածաշրջանում նոր կապեր ձևավորել։ Իրանի արտգործնախարարությունը սակայն ասում է, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի եւ Պակիստանի հետ Մեքքայի համաձայնագրին միանալու պաշտոնական հրավեր չի ստացել։ Թեհրանին ըստ իրանական կողմի առաջարկվել է քննարկել տարածաշրջանային անվտանգության հարցերը։ Բենյամին Նեթանյահուն էլ հայտարարել է, որ Իրանը փորձել է սպանել իր որդիներից մեկին։ Նա չի ասել, թե կոնկրետ որ որդու մասին է խոսքը, բայց նշել է, ընտանիքին տրամադրվող թիկնազորը շքեղություն չէ, այլ անհրաժեշտություն։ Իրանի նկատմամբ ճնշումը մեծացնելու հետ մեկտեղ Վաշինգտոնը Սիրիայի հարցում հակառակ քայլն է անում։ Միացյալ Նահանգները Սիրիային հանել է ահաբեկչության հովանավոր պետությունների ցանկից։ Այս քայլը Դոնալդ Թրամփի Սիրիայի դեմ պատժամիջոցները թույլատնելու ավելի վաղ տված խոստման իրականացումն է։ Մերձավոր Արևելքից Ռուսաստան, որտեղ ուկրաինական անօթաչուների հարձակումների ֆոնին Մոսկվան նոր կանոններ է սահմանում կարևոր ենթակառուցվածքների համար։ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել։ Եթե կարևոր օբյեկտի սեփականատերը չի կարողանում պատշաճ կերպով պաշտպանել այն, այդ օբյեկտը կարող է ժամանակավորապես անցնել արտաքին կառավարման։ Խոսքն էներգետիկ, արդյունաբերական, տրանսպորտային եւ լոգիստիկ կարևոր օբյեկտների մասին է։ Պատերազմի ֆոնին սակայն շարունակվում է նաև գերիների վերադարձը։ Ռուսաստանն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակել։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի խոսքով Բելարուսի միջոցով վերադարձվել է 10 ուկրաինացի զինծառայող, որոնք մինչ այդ համարվում էին անհետ կորած։ Երկու երկրների միջև պատերազմի ընթացքում արդեն հազարավոր գերիներ են վերադարձել, բայց դեռ բազմաթիվ զինծառայողների ճակատագիր անհայտ է։ Վատիկանի բարձրաստիճան դիվանագետ arczepiskopos Փոլ Ռիչարդ Գալագերը մեկնել է Ռուսաստան։ Նա հանդիպելու է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչների հետ։ Վատիկանի նպատակը Մոսկվայի հետ երկխոսությունը պահպանելն է։ Նույնիսկ պատերազմի եւ Ռուսաստանի ու Արևմուտքի հարաբերությունների լարվածության պայմաններում Հռոմը փորձում է դիվանագիտական կապի հնարավորությունը չկորցնել։ Այժմի համար նախատեսել ենք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abc.media.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, մնացեք խաղաղությամբ։ Հաջողություն։